Ամբողջ աշխարհը խոսում է քվադրոբերի մասին, բայց ոչ մեկ չի պարզաբանում, թե որ համախտանիշին է այն նման եւ որտեղից է այն եկել։ Նախորդ դարի կեսերին, առաջի անգամ Թուրքիայում, հետո Բրազիլիայում, այնուհետև Իրանում նկատվում է մի այնպիսի երևույթ, որ մարդիկ քայլում են չորեքթաթ։ Հայտնի կենսաբան Յուներտանը լինելով ազգությամբ թուրք, ուսումնասիրություն է կատարում Թուրքիայի գյուղերից մեկում, որտեղ ընտանիքի անդամները քայլում էին չորեքթաթ։ Յուներտանը նրանց ուսումնասիրելով բացահայտում է, որ այդ տեսակ մարդիկ ունեն շատ աղքատ եւ պրիմիտիվ մակարդակ, չունեն լիարժեք խոսք եւ ունեն ցածր ինտելեկտ։ Եվ 2008 թվականին գիտնականները հայտնաբերեցին հատուկ գեն, որը պատասխանատու էր ուղեղի զարգացման համար, եւ այդ գենի բացակայության արդյունքում մարդիկ սկսեցին քայլել չորեքթաթ։ Եվ հեղինակը նկարագրում է, որ համախտանիշի գենետիկական ծագումը վկայում է մարդու էվոլյուցիայի հետադարձ քայլ, որը արտահայտված է քառավերջույթ եւ որին էլ անվանում են քվադրիպեդալիզմ։ Եվ ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը որոշ մարդիկ իմանալով միտումնավոր նոր շունչ են հաղորդել այդ ամեն ինչին եւ ուզում են, որ այս ամենը տարածվի ամբողջ աշխարհով մեկ։ Պարզապես սցենարը մի փոքր փոխված։ Չնայած նրան, որ քվադրիպեդալիզմ ունեցող մարդիկ կարողացել են հեշտ քայլել եւ չեն ունեցել վազելու խնդիր, բայց այնուհանդերձ նրանց բժշկական մեծ օգնություն է ցուցաբերել, որից հետո նրանք նորից սկսել են նույն կեցվածքով քայլել, քանի որ այդ կեցվածքը նրանց էլ ավելի հարմարավետ է։ Նշեցի, որ ունեցել են ցածր ինտելեկտ, բայց այդ ամեն ինչի հետ նաև նրանք ունեցել են ոսկրային փոփոխություններ։ Սակայն պետք է նշել, որ նման դրսևորումները մշակութային եւ դաստիարակչական ազդեցությունների հետևանք չեն։ Այ մշակութային եւ դաստիարակչական ազդեցության հետևանք է հենց քվադրոբերը, որի միջոցով փորձում են կործանել մարդկանց, շեղել կամ խեղաթյուրել։ Եվ հավելեմ, այո, որ քվադրիպեդալիզմը դա բնածին գենետիկական երևույթ է։ Այդ շրջանում մարդկանց մոտ հայտնաբերվեց VLDL գենային մուտացիան 17-րդ քրոմոսոմում, որն էլ պատասխանատու է ուղեղի կեղևում նեյրոբլաստի միգրացիայի համար, ապահովելով մարդու ճիշտ կողմնորոշումը եւ նորմալ կեցվածքը։